0-3 հաշվով պարտություն տանը, 6-1 հաշվով պարտություն դրսում։ Կովկասյան դերբիում ուժեղագույնը Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն էր։ Հայաստանի ազգային հավաքականի խաղը առաջացրեց հայ երկրպագուների զայրույթը, եւ նրանք շարունակեցին պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Վերջինս չանդրադարձավ այդ պահանջներին, սակայն ներողություն խնդրեց նման արդյունքների համար եւ նշեց, որ պատրաստ են ընդունել այս մարտահրավերը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանը Զարգերակեյեմի հետ զրույցում նշեց, որ Վրաստանը ավելի թիմային ֆուտբոլ էր խաղում։ Մեր տղաների մոտ կար անվստահություն, այնպիսի սխալներ էին անում, որ երբեք չէին արել։ Կային ֆուտբոլիստներ, թվում էր, թե առաջին անգամ էին խաղադաշտ մտնում։ Հավաքականը պատրիոտների տեղ է, նշեց նա։ Հավաքականում արկա խնդիրները տեսանելի էին նաև հանդերձարանում։ Խաղից մեկ օր առաջ գլխավոր մարզչի որոշմամբ թիմից հեռացվեց առանցքային ֆուտբոլիստներից Հրանտ Լեոն Ռանոսը։ Ջոն Վանտսխիպը խաղի մասին նշեց, որ որպես նոր մարզիչ իր համար բարդ էր մի քանի օրում ուղղել սխալները։ Չնայած Հայաստանում երկրպագուների ստեղծած ջերմ մթնոլորտին Թբիլիսիում խաղից հետո վրացի երկրպագուները հայերի ուղղությամբ տարբեր իրեր եւ առարկաներ նետեցին, որից հետո Վրաստանի հավաքականի Ֆան Շարլումը ներողություն խնդրեց հայերից։ Քննարկվեց նաեւ խաղի ավարտին վրացի դարպասապահի գեղեցիկ ժեստը, երբ նա մոտեցավ հայ դարպասապահին եւ հայտնեց իր աջակցությունը։ Ի դեպ, խաղին մարզադաշտից հետևում էին նաեւ ՀՀ վարչապետը եւ այլ պաշտոնյաներ։